Բարի երեկո, Մեդիաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայաքվեի խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Փոխադարձ։ Պարոն Մխիթարյան, մենք երեք քարոզարշավի ժամանակ, այսպես ասած, Նիկոլի շոուն կարծես ամբողջական դարձավ եւ արաբգիրում էր կարծեմ եւ մինչեւ արաբգիր գալը արդեն հիստերիկ պահվածքների մեջ էր իրեն դրել, այսինքն ինքը իր ափսեի մեջ էր։ Եվ ես իհարկե չեմ կարող, բայց ես բան եմ արել, հա, մի հատ փորձենք շատ կարճ այս հայտնի տեսարանը որպեսզի շատ բան չանենք, այս կզացնելու, այս բառամթերքը քաղաքական, որ ինքը դեռ 18 թվականից բերեց եւ փորձեց քաղաքականության մեջ դարձնել նորմալ, հա, լեքսիկոն ինչ որ, ուզում հասկանալ այս մարդու հիստերիկ պահվածքը ինչով է պայմանավորված եւ արդյոք մենք այս քայլերով, երբ որ Նիկոլին արդեն 3-րդ անգամ պիտի ՀՀ քաղաքացին ընտրի, էլի այս բառամթերքով, այս հիստերիկ պահվածքով մարդը երբ որ նայում է իրան, ոնց է ձեռքը բռնելու նորից ԿՊ ընտրի։ Ես այդ հարցին ունեմ երկու պատասխան, որովհետև տարբեր մարդկանց հետ շփվում եմ 3 այսօր եւ ընդհանրապես եւ իսկապես երկու կարծիք կա, հիմնական երկու ուղղության կարծիքներ կա։ Առաջին կարծիքը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի ուզում ընտրվել։ Եվ նա, եւ այս կարծիքի հետևորդները ահագին շատ են։ Նրանք ասում են, որ այդ մարդը ասում է ինձ մի ընտրեք։ Դուք բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ եք, դուք ազգային արժեքներ տիրապետող մարդիկ եք, հայ ժողովրդի մասին է խոսքը, մեր քաղաքացիների մասին է խոսքը, եւ քանի որ ես ձեզ արժանի չեմ, տեսեք ինչեր եմ անում, ինձ մի ընտրեք։ Եվ շատերը իսկապես այդ տեսակետի հետևորդներն են եւ դա ճիշտ տեսակետ է, այսպես ասենք, որովհետեւ իսկապես նա արժանի չի, որպեսզի այն մարդիկ, որոնք ընտրում են, դառնա իրենց երկրի ղեկավար։ Բայց այդ դրամաբանության եթե նայենք, ինքը ազգային ժողովում բավականին այսպես հայտարարություններ արել է, հա, որ ինքնախոստովանական ցուցմունքը մի կողմ, բայց ասել է, որ հեռացրեք ինձ։ Այդ բանը կա, չէ՞։ Այո, եւ սա մի դեպք չի, եւ դրա համար երբ որ նայում ես այդ դեպքերի հաջորդականությունը, իր խոսույթի զարգացումը, այս ուղղությամբ իսկապես տանում է կամ նրան խորհուրդ տվողներն են գուցե այդպես խորհուրդ տալիս, որ սա հեռանալու լավ ձև է, եւ սրա կողմնակիցները, այս տեսակետի կողմնակիցներ էլ կան, ասում են, որ նա արդեն հոգեբանորեն պատրաստ է իշխանությունը թողնելու, եւ դրա հետ էլ կարելի է համաձայնվել, եւ սա իր պատրաստ լինելու դրսևորումն է։ Այսինքն ես պատրաստ եմ արդեն, ես դրսևորվում եմ այնպես, ինչպիսին եմ։ Այսինքն այդ շոուները իր ներքին թիմի համար է, որը գուցե գլխի չգնեն, որ ինքը ուզում է իշխանությունը թողնել, պարոն Մխիթարյան։ Այո, դա էլ կա, այսինքն նրանք պիտի նրանց էլ պատրաստի, չէ՞, դեռ ինքը քիչ է, որովհետև ինքը միայն իրեն չի ներկայացնում, պատկերացրեք նա որ իր իշխանությունը թողեց, իր հետ քանի հոգու է տանելու, այսպես ասած, անդունդը։ Բայց իրան լավ իմանալով հանդերձ կարող ենք մտածել, որ այդ մարդիկ վերջը թողելու են իրան մենակ։ Այո, դա էլ կա, եւ շատերը դրա համար դիստանցավորվում են հիմա։ Դուք տեսնում եք, որ քարոզարշավը ընթացքի մեջ է եւ շատերը ուղղակի այդ քարոզարշավին չեն երևում։ Չէ, օրինակ են բուկլետներ են բաժանում մնացած բաներ եւ տեսնում եք ինչ որ անծանոթ դեմքեր են մի քանի հոգի։ Օրինակ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի այդ տարբեր նախարարներ օրինակ չկան եւ այլն։ Այո, ուրեմն սա մեկ տեսակետն էր, որը ապրելու իրավունք ունի եւ սա իսկապես շատ, այսինքն ինքը հոգեբանորեն պատրաստ է եւ ինքը դա արտահայտում է այնպես, որ իսկապես ինքը հեռանա մաքուր սիրուն լավ ընտրություններով եւ դա կլինի ամենամեծ նվերը եւ երևի իր ամենակատարած ամենալավ գործը այս վերջի 8 տարվա ընթացքում։ Բայց կա նաեւ երկրորդ տեսակետը եւ երկրորդ տեսակետը հետեւյալն է, որ 8 տարվա ընթացքում հայ ժողովրդի կրթական համակարգ ես որպես կրթության ոլորտի մասնագետ եմ նաեւ ասում, այնքան է իջեցրել,
Չէ, այնքան է իջեցրել, որ այն մարդիկ, որոնք սիրում են այդ ձևի պահվածքը, նրանք ոգևորվում են այդպիսի պահվածքից եւ ավելի շատ ոգևորված կուզենային քվեարկել Փաշինյանի օգտին։ Սա էլ երկրորդ տեսակ է։ Որտեղ իր ընտրազանգվածը մի այնպիսի տոկոս է կազմում, որը նախ շատ չեն, երկրորդը այդ մարդիկ նաև ոգևորվում են, երբ որ Նիկոլը սկսում է հիստերիկ պահվածք ցուցաբերել։ Այո, դուք իրավացի եք, այդպիսի մարդիկ իսկապես կա եւ դրա դրսևորումներն էլ մեկ էս ընթացքում, էլի էս 7-8 տարվա ընթացքում տեսել ենք։ Հիշեք 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունները, որտեղ մոտավորապես 10% ձայն հավաքեց, մոտավորապես նույն պահվածքով մեկը, չէ, կուսակցություններ այն ժամանակ չեմ, ձայն, չգիտեմ, ժողովրդի ձայն թե ինչ։ Դոգի մասին է խոսքը։ Ով կմտածեր, որ Երևանում 2023 թվականին հայոյախոս մեկի ղեկավարած քաղաքական ուժը 1000-ից ավել ձայներ կարծեմ։ Նա հավաքեց եւ ըստ էության ֆրակցիա ունեցավ Երևանի ավականիում։ Իսկ այդ մարդիկ չեն վերացել։ Այս մարդիկ կան եւ այս մարդիկ ընդհակառակը այդպիսի պահանջ ունեն։ Հասկանում եք, եւ սա էլ երկրորդ տեսակետն է, այսինքն բայց երկու տեսակետի դեպքում էլ մի բան է ճշմարիտ, որ մեր հասարակությունը խիստ բևեռացված է, բաժանված է երկու մասի, եւ այն մարդիկ, որոնք առաջի տեսակետի կողմնակիցներն են, նրանք մտածում են, որ մեզ համար պատիվ չի բերի այսպիսի մեկին ընտրել, եւ նրանք հաստատ չեն ընտրի, եւ կա նաեւ ծայրահեղ հակառակ տեսակետը, որ ընդհակառակը նրանք ոգևորվում են նույնիսկ գիտեք ինչ որ վրեժի մոլուցք կա այսպիսի մարդկանց մոտ, իսկ սա դրա դրսևորումն է, այսինքն հակառակը եկեք ընտրենք եւ շարունակենք այն բանը խնջույքը ճակերտներում ասեմ, որ սկսվել է 2018 թվականից։ Պարոն Մխիթարյան, նայեք, մինչև այդ տեսանկյուններին հավատանք թե չհավատանք, դա իսկապես կլինի ամսի 7-ից հետո, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինի եւ այնուամենայնիվ ես ժողովրդին գիտակից մարդիկ եմ համարում, որոնք այս 8 տարիները իրենց կողքով ուղակի չի անցել, ամեն մեկի տունը մի աղետ ոնց լինի եղել է, որովհետև եթե նույնիսկ զոհեր չեն եղել, անպայման հարևանի կամ բարեկամի հետ եղել է այն ինչ որ եղել է։ Հիմա այս մարդը փաստորեն նաև վարչական ռեսուրսն է օգտագործում, նայեք, ինքը վարչապետ է հիմա, նախարարներ են, որոնք օրինակ պաշտպանության նախարարը, հենց առողջապահության նախարարը անընդհատ իր հետ են։ Գևորգ Պապոյան, այսինքն այս մարդիկ վարչական ռեսուրս չեն, եթե ինքը անընդհատ ասում էր դպրոցի տնօրենները, դպրոցի ուսուցիչները իրավունք չունեն մասնակցելու քարոզարշավին, դա վարչական ռեսուրսի օգտագործում ես չհրաշահում է, ապա իրենք ինչպես են դա մեկնաբանում, թեև ասացին, որ պաշտպանության նախարարը արձակուրդ է վերցրել։ Ուրեմն տեսեք, մինչև այստեղ գալը ես նայում էի դիտորդական առաքելություններ իրականացնող տեղական կազմակերպությունների միջնաժամկետ հաշվետվությունները, զեկույցները, եւ իմ աչքով ընկավ մոտավորապես այսպիսի բան, որ մինչև այս պահը քարոզարշավից արդեն 10 օր, նույնիսկ ավելին անցել է, մինչև այս պահը խախտումների, ոչ թե կեղծիքների, այսինքն խախտումների, որոնք կարող են ազդել օրինակ ընտրողների կամքի վրա, խախտումներ, որոնք իսկապես այսպես տարածվում են եւ այլն։ Խախտումների շուրջ 90%-ը վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Ով կարող է օգտագործել վարչական ռեսուրս, ով որ ունի այդ ռեսուրսը, ով ունի վարչական ռեսուրս, ով որ իշխանություն ունի։ Տեսեք, 90%-ը վերաբերում է հենց այդպիսի բաներին։ Դրանք արդեն արձանագրված փաստեր են։ Եվ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկը այս փաստերով հիմքով դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նայվեն այդ ամբողջը։ Մասնավորապես վարչական ռեսուրսի massայական օգտագործումը, որովհետև դա նաև իր հետևից բերում է վարչական ռեսուրսի օգտագործումը բերում է զսպվածության վատ իմաստով։ Մարդիկ, որոնք տեսնում են, որ ինչ-որ մեկը օգտագործում է, ինչ-որ մեկը օգտագործվում է եւ նա խրախուսվում է օգտագործվողը, հասկանում եք, կամ իրենք էլ են ուզում դա անել,
այսինքն հաջողանալ օրվա իշխանություններին, ընդ որում իշխանություն ասել միայն Փաշինյանի նկատի չունենք։ Դրանք տեղական իշխանիկներ են, համայնքապետեր, համայնքային աշխատողներ են եւ այլն։ Քաղաքական գծնողներ։ Ապրեք, դրանց ուզում են հաջողանալ, մտածելով, որ այո, նրանք իրենց իշխանությունը պահելու են։ Եվ մյուս կողմը կա, որ հակառակը փորձում է դիստանցավորվել, որովհետև մտածում է, որ իշխանությունը հավերժ չի եւ վաղը մյուս օրը եւ լավ է որ վաղը մյուս օրը փոխվի իշխանությունը եւ այդ ժամանակ այսինքն հստակ նաեւ ջրբաժան է այս ամեն ինչը բերելու իր հետ։ Բայց եթե Նիկոլին հանում ենք, թիմ որպես այդպեսի գոյություն չունի։ Եթե Նիկոլը չընկնի ու այդ բուկլետները հերթով տնից տուն, մարդուց մարդ չբաժանի, թիմը որպես այդպեսին գոյություն չունի, ինքը դա հասկանալով է նաև դա անում, պարոն Մխիթարյան։ Այո, նա ամբողջությամբ, գիտեք, այս մարդու կառավարման երևի, չգիտեմ, ոչ ասեմ թե ինչ, նա մեկ անձ պետություն, կուսակցություն, կառավարման ոնց որ հատկություններ ունի։ Նայեք բոլոր պետական համակարգերը ինչպես է կարողանում թելադրանքով որպես գործիք օգտագործել։ Միայնակ նա որոշումներ է կայացնում, միայնակ որոշումներ է կայացնում, իսկ մյուսներին մնում է ինչ անել, հաշտվել այդ որոշումների հետ եւ իրականացնել այդ որոշումները։ Եկել ենք քարոզարշավի փուլ, ամբողջությամբ նույն բանն է։ Դուք արդյոք տեսել եք կամ մեր հերոստատիտողները, որ որևէ մեկը քաղաքական ինչ-որ խոսք ասի այս քարոզարշավի 10-12 օրերի ընթացքում։ Մենք նաև տեսել ենք ազգային ժողովը, որ նման բան վերջին հազարամյակում չի եղել այս 8 տարվա ընթացքում, որովհետև դա եղել է բան, մեկը մեկին մեղադրանքներ, մյուսը պատասխանել է այդ մեղադրանքներին եւ ազգային ժողովը եւս 5 տարի այսպես ստորաքաշ վիճակում գոյատևեց։ Այո, ես այստեղ մի բան եմ ուզում ասել, այն մարդիկ, որ մտածում են, որ իշխանությունը ուժեղ է, այս ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը այնքան թույլ է, որոշ իմ գործընկերներ ասում են թույլիկ, այնքան թույլ է, որ կախված է ընդամենը մեկ մարդուց։ Իսկ այդ մեկ մարդուն, ինչպես դուք եք ասում, եթե դուք հանեք, նույնիսկ մի քիչ կողք դնեք, ամբողջ այդ եթե բուրգ կա էլի, այդ բուրգը ամբողջությամբ փլուզվել է։ Եվ այդ մեկ մարդը դու չես։ Պարոն Մխիթարյան, նաև ես ուզում եմ հասկանալ ուժային կառույցների տրամաբանություն ասեմ, սկզբունք ասեմ, արժանապատվություն ասեմ, հա, որովհետև ամենը կարծես տեղավորվում է դրա մեջ։ Ուժային կառույցները իրենք լավ հասկանում են, չէ՞, որ այսօր Նիկոլը կա, վաղը չկա։ Իրենք իրենց աշխատանքը ինչու են այդքան իջեցնում, հա, որովհետև մենք երեք օրինակ հենց ուժային կառույցները, գլխավոր դատախազը պետքա կանխեր, ազգային անվտանգության ծառայությունը պետքա փորձեր Նիկոլին հեռացներ այդ տարածքից, բազմիցս եղել է ազգային ժողովում իր ելույթների ժամանակ, որը այս մարդը վտանգ է ներկայացնում ոչ միայն պետության, այլ անվտանգության առումով, հա։ Ուրեմն տեսեք, դուք իրավացի կլինեիք, եթե այդ ուժային կառույցները, դատախազ, մնացած քննչական մարմիններ եւ այլն, այո, գոնե այսքան մի փոքր լինեին անկախություն, ինքնուրույնություն լավ ունենային։ Բայց պարզվում է, որ չունեն։ Այդ բոլոր մարդիկ նշանակված են մի մարդու կողմից եւ այդ մարդը գիտենք թե ով է։ Սա է իրավիճակը։ Եվ երբ որ մենք խոսում ենք, որ իշխանությունը Հայաստանում պետք է փոխվի, փոփոխություն պետք է գա Հայաստանում կառավարման համակարգի մեջ, ավելի շատ սա ենք հայակվեում նաեւ կարևորում, որովհետև մի մարդու կայացրած որոշումները երբեք չեն կարող լինել արդար, հավասարակշիռ, այդ մարդը տարբեր ազդեցությունների տակ կարող է ընկնել, իսկ մենք հիմա Հայաստանում ունենք իսկապես մեկ մարդուց կախված ամեն ինչ, դատական իշխանությունը, ազգային ժողովը, չէ՞, գործադիր իշխանությունը էլ խոսք չկա։ Ազգային ժողովը նույն իրավիճակում չի, իրենց բնորոշմամբ ուսապարկեր են նստած, նույնիսկ ձայնի իրավունք չունեցող։ Ուղղակի նրանք երբեմն քվեարկում են այնպես, ինչպես որ նրանց թելադրվում է։ Այսպիսի իրավիճակ ունենք։ Այս իրավիճակում ինչի համար ենք մենք այս ամբողջը ասում։ Այս իրավիճակում երկիրը զարգանալ չի կարող։ Ընդհանրապես չի կարող։ Հասկանում եք, այս իրավիճակում ընդհակառակը շատ մեծ ճնշումներ կարող է լինել։ Հարևան երկրի ղեկավարը կարող է մի զանգով կամ նույնիսկ զանգել չանի։ Այդ, չգիտեմ, մի հայացքով ուղղակի զսպել, սաստել կամ թելադրել այնպիսի գործողություններ, որ այս մեկը կանի, դա նշանակում է ամբողջ երկիրը։ Սա ուղղակի անթույլատրելի է։
Եվ նաև անդրադառնանք այդ վերջին դիմակավորված անձանց ելույթին, որը իրենք այսպես փորձեցին դաշտ մղել, բայց ամեն դեպքում չաշխատեց, որովհետև եթե մարդը օրինակ եմ, հա, բերում, որոշում է գալ ձեր տանը ինչ որ գողություն անելու, գիտի, որ դուք տանը չեք եւ որոշում է գալ գողություն անել։ Գողը ինչպես է միջև գողություն անելը մի հատ այսպես տեսախցիկի առաջ ասում եւ հայտարարում, որ ես գնալու եմ պարոն Մխիթարյանից տնից գողություն անեմ։ Նոր որոշում է գնալ գող։ Այսինքն այնքան վատ էին սարքել նույնիսկ այդ տեսանյութում եւ անընդհատ ծեծում էին այդ տեսանյութը, տեսեք դուք Ղարաբաղյան կլան, բան եւ այլն։ Այսինքն նույնիսկ եթե գործ են սրանք սարքում, այդ գործ սարքելու մեջ են, հա, թերանում։ Այսինքն ոչ միայն թերանում, այլ այնքան վատ սարքած ներկայացում են փորձում ժողովրդին հրանցնել, որ նույնիսկ ասում է հավի ծիծաղն է գալիս։ Այո, եւ մենք դա առաջի դեպքը չի, սա ցույց է տալիս այն մարդկանց, ուրեմն չգիտեմ, կրթական ցենզը ասեմ, մասնագիտության ոչ կատարելի լինելը, այսինքն կիսագրագետ այդ բառը շատ բնութագրական կարող է լինել, այդպիսի պահվածքի, այսինքն մարդիկ են, որոնք այնքան էլ լավ չգիտեն։ Այդ սերիայից էլ օրինակ հիշում եք, չէ՞, Եզրաս Սրբազանի մասին բան էին գտել, ինչ որ հայերենով գրած որ ագենտ է։ Հա, գործակալ լինելու մասին կամ էլի սրբազան շարժման կազմակերպիչների հետ կապված ինչ որ ձայնագրություններ, կիսատ պրատ այդպիսի բաներ, այս ամփույթ թափթփված պահվածքը որոշումների կայացման այդ անհասկանալի քաոսային բանը բնութագրական է Հայաստանի այսօրվա հանրապետության բոլոր բնակավարներում է այդպես բոլոր ուղղակի որտեղ որ գոնե 1-2 բան կարողանում են լրագրողները չգիտեմ մի քիչ թե շատ մնացած խելացի մարդիկ հայտնաբերել ցույց դնել հասարակությանը դա մենք տեսնում ենք մնացած տեղերում ուղղակի չենք տեսնում բայց բոլոր տեղերում այդպիսի իրավիճակ է Անդրադառնանք նաև ընդդիմության այսօրվա քարոզարշավին ընդդիմությունը որպես այդպիսին մենք տեսել ենք հա այս հատկապես 5 տարիներն եմ ես արդյոք նշում պատերազմից հետո զոհերից հետո այն աղետը ինչ որ Նիկոլը բերեց բոլորիս գլխին ընդդիմությունը արդյոք ճիշտ ճանապարհին է այսօր եւ իր ձայնը իր ընտրողին հասնում է թե ոչ Քանի որ նայեք, այստեղ էլ Ինչ եմ ասում, պարոն Մխիթարյան, ներողություն, որտեվ օրակարգ թելադրողը այնուամենայնիվ Նիկոլն է, չեմ ուզում ասել ԿՊ-ն է, Նիկոլն է եւ երեք հենց կոնկրետ ամբողջ դաշտը իրենով էր արել։ Այո, իրավացի եք դուք, դա էլ է ճշմարտություն, բայց դա նաև կախված է նրանից, որ դա էլ կարելի է դիտարկել հենց վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև պետական փողերով ձևավորվող օրինակ հանրային հեռուստատեսությունը, ռադիոն միակողմանի քարոզարշավ է տանում։ Մարդիկ տարիներ շարունակ հմեկից բացի ուրիշ բան չեն նայում։ Հատկապես շրջանները։ Եվ դա է պատճառը, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ 16-րդ քվեաթերթիկի վարկանիշը բարձր է գյուղական բնակավայրերում, բարձր է ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց մոտ եւ լրիվ հակառակն է քաղաքային բնակավայրերում, մասնավորապես Երևանում եւ երիտասարդության շրջանում։ Ուղղակի այստեղ նայեք ընդդիմության ստրատեգիան ռազմավարությունը պիտի կառուցված լինի նրան, որ շատ մարդիկ, որոնք քաղաքային բնակավայրերում են ապրում, նրանք գնան քվեարկության եւ երիտասարդները։ Ցավոք սրտի Հայաստանում վերջի հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկ թոշակային տարիքի քաղաքացու ձայնը մոտավորապես 2-18-ից 25 տարեկան երիտասարդի ձայնի է հավասար, որովհետև մասնակցությունը երիտասարդների 2 անգամ ավելի քիչ է, քան ավագ տարիքի քաղաքացիների մասնակցությունը ընտրությունների։ Նույն բանը, ուրեմն գյուղական բնակավայրերում ավելի բարձր է մասնակցությունը, քան քաղաքային բնակավայրերում։ Օրինակ Երևանում հազիվել ամենալավ ցուցանիշը կեսն է քաղաքացիների մասնակցություն։ Այսինքն ընդդիմության քարոզարշավը պիտի ուղղված լինի նրան, որ այն մարդիկ, որոնք հմեկից բացի ուրիշ բաներ են նայում, որտեղ նրանց էլ չես կարող մեղադրել, էլի։ Ուրիշ բաներ են նայում, նրանց տանեն դեպի ընտրատեղամասեր եւ այդ ժամանակ շատ հեշտ կլինի, տարբերությունը այնքան մեծ կլինի եւ Փաշինյանի ուզածը կլինի, այսինքն ինքը ուղղակի հանգիստ կհեռանա։
Եվ պարոն Մխիթարյան, նաև կուզենայի ուժեղ Հայաստանին անդրադառնալ, որովհետև դուք հուշագիր եք կնքել եւ իրենց հետ կիսում եք նույնիսկ գաղափարապես իրենց ծրագրերը եւ այլն։ Եթե ստացվեց այնպես, որ իրենք որպես ընդդիմություն խոշոր խաղացող ընդդիմություն անցան ազգային ժողով։ Իհարկե, երբ որ ես իրենց հետ խոսում եմ, իրենք ասում են, որ բացարձակ հաղթանակ ենք գնում եւ այլն եւ այլն։ Լավ, եթե ստացվում է, որ չեն գնում բացարձակ հաղթանակի եւ լինում են ընդդիմություն։ Մենք որպես այսպես անկաշկանդ մարդիկ, ովքեր որ ընդդիմություն են, բայց ոչ քաղաքական, կուսակցական եւ այս թողոբոհի մեջ չկան, հա, բայց իրենք պակաս անհանգիստ չեն, պակաս Նիկոլին չեն ատում եւ Նիկոլի քաղաքականությունը։ Մենք պիտի նորից թույլ տանք, որ 5 տարի շարունակ իրենք որպես ընդդիմություն այնտեղ լինեն եւ ոչինչ չանեն, թե այնուամենայնիվ մենք նաեւ պետք է պատրաստ լինենք փողոցը գեներացնել, որովհետեւ տեսեք դուք ասում եք Նիկոլը այնուամենայնիվ կա մի մաս, որ մտածում է այս իր գործողություններով հանդերձ գնալու մտադրությունը հայտնում, հա, բայց նաև մենք Նիկոլին լավ գիտենք եւ գիտենք, որ հնարավոր է բոլոր միջոցները, թե պետական, թե այդ քուչի ժողովրդին հավաքել, բերել այդ քուչի մակարդակը օգտագործել, նույնիսկ չգիտենք ինքը իր եղբայր Ալիևին ինչ կհրամայի, այլ ուղակի սանկ կանի, Ալիևը այնտեղից ինչ կանի իշխանությունը պահելու համար, այսինքն մենք դրան պատրաստ ենք, մենք արդյոք ունենք այն մտավախությունները, որ այս գործողությունների դիմաց ունենք հակահարված իշխանությանը։ Ես այս առումով մի քիչ հանգիստ եմ, որովհետև մտածում եմ, որ իսկապես այն չար հեքիաթը, որ սկսվեց սրանից 7-8 տարի առաջ, վերջապես պիտի ավարտվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 8-ին այդ չար հեքիաթի ինչպես հեքիաթների ավարտին լինում է, երկնքից պիտի 3 խնձոր ընկնի, 3 համարը դա ուժեղ Հայաստանի թիվն է, 3 խնձոր, որ ազատությունն է, արդարությունն է եւ ուժն է, որովհետեւ ես հավատում եմ մեր ժողովրդի իսկապես ուժին, նրա մտածողությանը, նրա ինտելեկտուալ պոտենցիալին եւ վստահ եմ, որ ուժեղ Հայաստանը վստահաբար հաղթանակ է տանելու, նույնիսկ ավելի շատ ձայներ կհավաքի, քան քաղաքացիական պայմանագիրը այս պայմաններում, որտեղ հարցումներն էլ են դա ցույց տալիս, որ ուժեղ Հայաստանի վարկանիշը անընդհատ գնալով բարձրանում է, իսկ քաղաքացիական պայմանագրին է ընկնում է։ Եվ դրա համար շատ փորձագետներ ասում էին, գուցե քաղաքացիական պայմանագիրը մտածի եւ արտահերթ ընտրություններ հիշում եք, անցած տարի խոսում էին, արտահերթ ընտրություններ անի, որպեսզի կարողանա գոնե պահպանել որոշ չափով իշխանությունը, իսկ այս ընտրություններով ամենայն հավանականությամբ այդ սցենարը կլինի, Հայաստանը իսկապես կհաղթի։ Ինչ վերաբերում է Հայաքվեին, ես ասեմ, որ մենք ուժեղ Հայաստանի հետ համադրել ենք մեր քարոզչական փաթեթները, մեր գաղափարական հիմնադրույթները, որոնք մեծամասամբ համընկնում էին, մենք ամեն դեպքում գնալու ենք եւ մենք համատեղ քարոզարշավն ենք իրականացնում։ Օրինակ վաղը Աջափնյակում ենք մենք ունենալու հանդիպում ընտրողների հետ եւ այս բոլոր հանդիպումները ընդհակառակը բերում են նրան, որ եւ ողջավորությունն է մեծանում այսօրվա անդիմության վաղվա իշխանության նկատմամբ եւ բոլորը արդեն վստահ գիտեն, որ դա այդպես է։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ շատերը չեն նկատել։ Ուրեմն 2018 թվականին կառավարման տեսության մեջ եւ քաղաքական տեսությունների մեջ կա ճոճանակի էֆեկտ են ասում կամ երևույթը, երբ որ ինչ որ մի բան ծայրահեղ աչից գնում է ծայրահեղ ձախ, հետո ճոճանակը հետ է գալիս։ Այս 8 տարվա ընթացքում ճոճանակը արդեն հետ է եկել եւ ավելի կայուն դիրք է գրավելու։ Սա վերաբերում է եւ այդ ծայրահեղականությանը, որի մեջ մասին մի քիչ առաջ խոսում ենք, որ հասարակության բևեռացում տեղի ունեցավ այս 8 տարվա ընթացքում, հիմա հակառակն է, սա մտածողության մեջ է տեղի ունենալուց, սա խոսում է էլի ուժեղ Հայաստանի օգտին, որ նա հաղթելու է, որովհետեւ նա հիմնականում հենց կենտրոն գաղափարական առումով ուժ է, երկրորդը տարիքային առումով, որը շատ հետաքրքիր է, ուրեմն մենք ունեինք միջին տարիքը մինչև 18 թվականը Հայաստանում կառավարողների 55-60 էր, դարձավ 30, այսինքն ճոճանակը լրիվ գնաց հակառակ ուղղությամբ, հիմա հետ է գալիս դեպի 45-50,
որը էլի կայունություն է բերելու Հայաստանին, իսկ եթե նայում ենք տարիքային կազմը ուժեղ Հայաստանի ներկայացրած եւ հիմնական ընդդիմության, տեսնում ենք, որ միջին տարիքի մարդիկ ավելի գերադասում են։ Սա եւս խոսում է նրա մասին, որ Հայաստանում իշխանության փոփոխության համար էական եւ հիմնավոր պայմաններ են ստեղծվել։ Եվ դուք, քանի որ մասնակցում եք քարոզարշավին, անհատական, հա, մոտեցում եւ զրույց եւ բակերում եւ բնակարաններում մտնում եք դուրս եկա մարդկանց տրամադրությունը ինչպիսին է մենք ամեն դեպքում էկրանից ենք տեսնում եւ տպավորությունն է որ ուժեղ Հայաստանի բոլոր քարոզարշավը անցնում է բազմամարդ այնտեղ Ծառուկյանը գնում է միտեղ էլի բազմամարդ Քոչարյանը Ռոբերտ նախագահ գնում է էլի բազմամարդ տպավորությունն է որ բոլորը ունեն ինչ որ հավասար ձայներ այս տպավորությունը ամեն դեպքում այդպեսին է երկրորդ բանն է տեսանկյունից նայենք դուք իրավացի եք իսկապես այդպես է որովհետեւ ժողովրդի մոտ իսկապես է ցանկությունը կա Հայաստանում փոփոխություններ տեսնելու դա միանշանակ է այսինքն հետաքրքրասեր մարդիկ կան որոնք բոլորին հավասարաչափ գնում են նույնն է ուզում ասել որ երբ որ տարբեր ընդդիմադիր ուժեր գնում են տարբեր բնակավայրեր մասնակիցների զգալի մասը նույն մարդիկ են լինում որովհետև նրանք ծառավ ունեն ինչ որ նոր բան լսելու նոր լուծումներ տեսնելու մարդկանց հետ շփվելու եւ այլն Հայակվեն հայտարարել է եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել որ այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս ընտրությունները շատ ավելի նման է հանրաքվեի որտեղ գիտեք հանրաքվեի երբ որ հարցը դրվում է պիտի ասես այո կամ ոչ այս հանրաքվեի դրված է Հայաստան ունենալու հայկական Հայաստան ունենալու հարցը Պիտի ժողովուրդը, մարդիկ, քաղաքացիները կամ ասեն այո մենք ուզում ենք ունենալ հայկական Հայաստանի Հանրապետություն կամ եթե ասում են ոչ ունենալու են այն ինչ որ հիմա ունեն եւ դրա շարունակությունը որը ավելի վատ է լինելու իմ կոչն է իմ խնդրանքն է իմ հորդորն է բոլոր քաղաքացիներին եւ ես վստահ եմ որ դա էական մեծամասնություն է հանրաքվեին ասել այո դա նշանակում է քվեարկել այսօրվա անդիմության որ վստահ լինել, որ դա լինելու է վաղվա իշխանությունը։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Մխիթարյան, կան այնուամենայնիվ մարդիկ, որ դեռ մինչև հիմա չեն կողմնորոշվել, հա, ումը ձայն տալի, լինելով ընդդիմադիր Նիկոլին ատելով իր ամբողջ քաղաքական այդ խոսույթը, թիմը եւ այլն, իրենց աչքի առաջ է եղել ամեն դեպքում այս գոնե 5 տարիները, որովհետև այն տարիները, որը մարդիկ փորձել են ինչ որ հավատալ այդ ստերին, փորձել են մոլորյալներ են եղել գուցե, հա, բայց այս մարդիկ կոնկրետ այս 5 տարիների ընթացքում պիտի որ հասկացած լինեին, որ սա մի աղետ է, որը այսինքն այլևս ջրբաժան չկա, հա, այստեղ կա կոնկրետ Հայաստան լինելու եւ չլինելու։ Տեսեք, մենք անդադ ասում ենք այս 3000 ադրբեջանցիների վերադարձը ինչը որ Ալիևն է դա ասել եւ Նիկոլը տեսեք երեք դա հերքում էր եւ ասում էր նման բան չկա ինչպես նաեւ չկա այդ 5000 զոհերը բայց չգիտես ինչու Արցախցուն անվանեց որ ինչու չէ զոհվել ինչու կենթանի հասկանում եք ես նույնիսկ չեմ ուզում այդ բառամթերքի տակ մտնել որովհետեւ դա ոչ հարիր է ոչ եթերային է, բայց ամեն դեպքում ես ուզում եմ հասկանալ այն չկողմնորոշված մարդիկ արդյոք տնից դուրս կգան այդ օրը եւ կգնան վերջապես կհասկանան որ սա լինել չլինելու մասին է դու կոնկրետ ասացիք որ սա սովորական ընտրություններ չեն ես մտածում եմ որ այո որովհետեւ նաեւ հետազոտությունները ցույց են տալիս որ չկողմնորոշված մարդկանց զգալի մասը միշտ կողմնորոշվում է քվեարկությունից մոտավորապես 1 շաբաթ առաջ 4-5 օր առաջ եւ մեծամասամբ քվեարկում է ուժեղ ուժի կողմ Այսինքն հավանականություն նրան ով առաջինն է, հա, ընդդիմության։ Այո։ Այդ մարդկանց զգալի մասը հենց ամենայն հավանականությամբ արդյունքները ցույց կտան, հետո կխոսենք, ուժեղ Հայաստանին կքվեարկի այդ մարդկանց։ Ուժեղ Հայաստանի ցուցակի մեջ ովքեր են, քաղաքական մարդիկ են, ծրագրերը ինչպիսին է։
Այո, որովհետև յուրաքանչյուր մարդ մեր քաղաքացի, հատկապես չկողմնորոշվածները, ինքը չի ուզում պարտված զգալ ընտրություններից հետո իրեն։ Այդ տրամաբանությունը։ Այդ կա, ինքը երբեք այն փոքր ուժերի, նույնիսկ անունները չգիտեն մարդիկ, նրանց չեն քվեարկի։ Եվ ես իմ հորդորն է նաև փոքր ուժերին ընդդիմադիր։ Եթե դուք ազնիվ մղումներով եք, օրինակ հայակվեից կարելի է օրինակ վերցնել եւ ուղակի դուրս գալ ընտրապայքարից։ Դրա համար ժամանակ կա 10 օր առաջ մինչև մայիսի 28-ը հնարավոր է դա անել եւ դա ավելի լավ կգնահատվի ժողովրդի կողմից, քան թե մասնակցությունը եւ վերջին հաշվով, ինչպես ասում են, ձայների փոշիացում։ Օրինակ, ի սկզբանե Հանրապետական կուսակցությունը, Հայրենիքը կուսակցությունը որոշեցին չմասնակցել ընտրություններին եւ դա գնահատելի է, դա իսկապես գնահատելի է եւ շատ լավ է, որ նրանք հայտարարեցին նաեւ իրենց մոտավորապես այն մարդիկ, որոնք կուզենային ընտրել այդ կուսակցություններին, թե մոտավորապես ում ձայն տալ եւ ինչպես կողմնորոշվել եւ նրանք մոտավորապես այն բառերը ասացին, ինչ որ ես եմ ասում, այսինքն պետք է ձայները տալ անցողիկ մեծ ուժերին, որպեսզի առնվազն կոալիցիայով ես կարող եմ մտածում եմ մի քիչ լավատեսեմ, գուցեև կոալիցիայի կարիք չլինի, բայց գոնե կոալիցիայով կարողանանք Հայաստանում իշխանությունը փոխել։ Այլ դրանից հետո մենք կսկսենք արդեն քաղաքական երկխոսություն, բանավեճ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի ուղի վերցնել, աճ ուղղվածության տնտեսություն զարգացնել, ձախ ուղղվածության, ազգային ինչպիսի հարցերը բերել, Սփյուռքի հետ ինչպիսի հարաբերություն ունենալ, կրթական համակարգը ինչպես փոխել, որպեսզի անգրագիտության չտեսնված մակարդակը կարողանանք բարձրացնել, այդպիսի բան Հայաստանում չի եղել, երբ որ նա զիջի իր բոլոր հարևաններին կրթվածության մակարդակով։ Սրանք արդեն հետո եկող հարցեր են։ Հեչ չի, բայց ասում 24 ժամ աշխատելու դեպքում եկեք այդպես այո 24/7 ռեժիմով պետք է աշխատենք, բայց այդքան էլ դժվար չի, գիտեք։ Ես չգիտեմ, ուզում եմ նաև իմ լավատեսությամբ մի քիչ վարակել են մարդկանց, որոնք հիմա նայում են։ Դուք վստահ եղեք, որ դա լինելու է եւ դա կլինի։ Բայց մի մոռացեք, որ Նիկոլը լինելու է նորից ընդդիմություն։ Շատ լավ, շատ լավ։ Մենք կողջունենք եւ ինքը շատ լավ ընդդիմություն կաշխատի, իր հետ նույնիսկ դասընթացներ կկազմակերպենք, թե ինչպես օրինակ լավ ընդդիմություն աշխատել, ինչ որ բան տեղեկատվություն կտանք, իր թիմը կկազմակերպվի վերջին հաշվով, հետո այդ մարդը մեղք է, էլի, թողեք մյուսներն էլ ինչ որ գործ անեն, այսինքն ինքը կլինի, այո, գուցե ֆրակցիա ղեկավար, չգիտեմ, պատասխանատվության կենթարկվի, արդարադատությունը կվերականգնվի եւ ասում է հավերժ հանգստի կուղարկի։ Ուրեմն այդ մասին էլ եկեք մտածեք, ձեր իր կողքը շրջապատի մարդիկ, որ նրան երբ որ պատասխանատվություն, առնվազն, այո, գոնե գործեր կհարուցվեն, մտածեք թե դուք ինչ եք անելու եւ այսօրվանից մտածեք, թե չէ հետո ուշ է լինելու։ Շնորհակալ եմ զրույցը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։